Բարի գալուս 26 թվական, բերել են գեղեցիկ վաճառքի առանձնատուն, նայեք ինչ սիրուն է։ Շատ սիրուն է, Աջափնյակում գմեք թաղամասում, ամբողջությամբ հարևանությամբ նորակառույց առանձնատներ են։ Հողի մակերեսը 1000 քառակուսի է, իսկ տան մակերեսն էլ 512 քառակուսի է։ Համ ունենք ավտոտնակ, ստորգետնյա, համ էլ ավտոկայանատեղ, այսինքն մի քանի մեքենա հանգիստ կարող են կայանել։ Եվ Եղևնին նայեք ինչ լավն է, ինչ լավ տոնածառ է, դարպասները վահանակներով։ Առաջարկում եմ գնանք ամառային խոհանոցը Լողավազանը նայենք բակային հատվածը, հետո ներսը գույք տեխնիկայի հետ միասին է վաճառվում։ Տեսեք, ամբողջ տունը տույաներով է, շատ գեղեցիկ է եւ մենակ մի $200,000 այս տույաները կլինեն։ Լավ երկար են իսկապես, ողել ես Եղևնին, նա ինչ սիրուն է։ Շատ սիրուն է։ Լողավազան, վերևում ջրվեժ, ձյանատես, ջրվեժելու մի ամառը։ Շատ լավն է, այստեղ լիքը ճիրա մնացել ամանորից, մեր տունն եկա այս չերերից, ասեմ, բոլորը առնում են, ոչ մեկ չի ուտում։ Ես ուտում եմ։ Հա։ Շատ մեծ ամառային խոհանոց է, ամեն ինչ կա, մանգալ, գազ, լվացարան, ամեն ինչ։ Ու այս խնամված կանաչը շատ գողտրիկ է, իրոք շատ սիմպաթիչնի տուն է, վստահ եմ ներսը նույնպես չեմ էլ տեսել, լավը կլինի, նկարներով ենք թերթե։ Հիմա գնանք ներսը, հա, ծանոթացնենք։ Շատ մեծ հյուրասենյակ ունենք երկու կողմից լուսավորությամբ, այս կողմից անգամ կարող ենք դուրս գալ ետնամաս։ Ուզում ուշադրություն դարձնենք առաստաղին, ինչ-որ զարդանախշերով շատ հետաքրքիր է, հայկական շունչը պահպանվել է այս տանը։ Շատ իրոք կլասիկ ոճը, գեղեցիկ դեկորացիայով բուխարի ունենք, առաջարկում ունենք ննջարան, երկրորդ հարգում եւս 3 ննջարաններ, յուրաքանչյուր իրենց ցանանգույցներով, ընդհանուր 4 ննջարան, 4 ցանանգույցներ։ Շատ լուսավոր, հարմար, տաք բնակարան է, ունենք առանձնացված հսկայական խոհանոց։ Այս դուռը գնում է դեպի ներքև ավտոկանման տեղը, այնտեղ նաև նկուղային հարկ, լվացքի սենյակ, բայց շտապում եմ բարձրանանք վերևի հարկերը նույնպես նայենք։ Եկեք։ Այս գրանիտե աստիճաններով նման առանձնատուն կառուցելու համար մեր օրերում գնել հող կառուցել, կահավորել առնվազն $2 միլիոն գումար կարժենա։ Սա առաջինն է, ֆրանսիական պատշգամբ տեսան ետնամաս։ Հովացման համակարգը կարելի ասել կենտրոնացված, մի հատ մեծ բլոկ կա, որը ապահովում է բոլոր սենյակներում հովացումը, նաև գազով ջեռուցում։ Այստեղ նույնպես լավ մեծ ցանանգույց եմ տեսնում։ Մի հատ էլ մյուսում կա ջակուզի։ Այս էլ ընդարձակ է, չէ՞, տեսիչ լավն է։ Այստեղ կա ջակուզի։ Շորը 75 լավ է, էլի։ Շատ չեմ կերել չարազեղեն։ Նոր տարուն։ Բայց այդ կաբինետը ինչ լավն է։ Շատ լավն է վերևի։ Ունենք մի հատ էլ հարկ, երրորդ հարկը բարձրանալ։ Մանսարդային հարկ է։ Սամնա շատ էս աստիճանա վանդակն եմ հավանում։ Շատ սիրուն այս երկաթի աշխատանքները։ Այստեղ ունենք համ պատշգամբ, համ էլ տիրասը շատ մեծ։ Սա էլ աշխատասենյակն է, շատ հարմարավետ կահավորված է, լուսավորությունը կա, պատշգամբը կա, իր առանձին սանհանգույցը ունի։ Խմելու զոնան կա, մարզվելունը կա, սանհանգույցը կա, աշխատելը կա։ Այստեղ ընկերներով կարող են հավաքվել հետաքրքիր ժամանակ։ Ինքը լավ ժողովասենյակ կամ խաղալու, տենց աշխատելու, քննարկումներ կազմակերպելու։ Այնպես որ զանգահարեք, գինը շատ բարձր չի, մի քիչ ցածր է, քան $2 միլիոն։ Մի քիչ։